Օրինակ, դուք կարող եք պայմանավորվել, որ երեխան կարող է 20 րոպե անցկացնել էկրանների առջև, իսկ այնուհետև կամ հանգստացնել աչքերը, կամ դուրս գալ մաքուր օդին զբոսանքի։ Դա կնպաստի, որ երեխան հասկանա, որ այնուամենայնիվ դուք էլ եք ինչ-որ ձևով գնում փողզիչման։ Չէ՞ որ հարգելի մեծահասակներ, իրականում այսօրվա մեր կյանքը շատ դժվար է պատկերացնել առանց խելացի սարքերի, եւ մենք եւս շատ հաճախ դառնում ենք դրանց այսպես ասած գերին։ Երկրորդ կետը, ինչ չի կարելի անել, երբ դուք պայքարում եք խաղային կախվածության դեմ, չի կարելի երեխային պիտակավորել։ Մի փոքր կենցաղային ձևով բացատրեմ ասելիքս։ Օրինակ, եթե երեխան խաղում է որևէ ագրեսիվ տեսարաններ պարունակող խաղեր, շատ հաճախ ծնողները սկսում են նախատել երեխային ասելով. շուտով դու կդառնաս քո խաղերի կերպարներից մեկի պես, օրինակ, կվերածվես զոմբիի եւ այդպես շարունակ։ Իրականում ձեր արած արտահայտությունները ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնում, ճիշտ հակառակը երեխաների մոտ առաջացնում են ընկճվածություն, անհանգստություն եւ նմանատիպ այլ զգացողություններ։